Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, դուք նշեցիք, որ պահպանվող անձը պետք է շրջի 1 մեքենայով եւ 3 թիկնապահով, այդ թվում վարորդ թիկնապահով։ Մենք իրականության մեջ հաճախ տեսնում ենք 2 մեքենա, բայց հնարավոր է, որ երկրորդ մեքենայում լինեն տվյալ անձի ընկերները։ Եվ երբ մենք ցանկանում ենք, ասենք ոստիկանությունը ցանկանում է, որպեսզի այս հոդվածը կիրառի, այս օրենք կիրառի, քաղաքացին նշում է, որ երկրորդ մեքենան թիկնապահներ չեն, իր ընկերներն են։ Մենք ինչպես ենք զանազանելու կամ ինչպես ենք կիրառելու նախագիծը, եթե դա շատ դժվար է լինելու զանազանել, որովհետև իրապես կարող են լինել թիկնապահներ, բայց ներկայանան որպես գործընկերներ։ Այս տարբերությունը ինչպես են կարողանալու օրենքով այս նախագծով տարբերակել։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, նախագիծը ըստ էության վերաբերվում է բացառապես պահնորդական գործունեության իրականացման շրջանակին եւ այդ շրջանակներում պահնորդների քանակին։ Իհարկե մենք չենք բացառում, որ ուղղակի կարող են 2 կամ 3 տրանսպորտային միջոց եւ դրանցում, ընկերներ կամ ընտանիքով շրջագային, սա այլ հարց է, եթե մենք այս շարասյուներում կտեսնենք վտանգ կամ կասկած, որևիցե իրավախախտման կամ հանցագործության առերևույթ հատկանիշներ կտեսնենք այս գործողություններում, այլ գործիքակազմերով մենք ուրեմն այսպես ասած կհակազդենք այս իրավիճակին, այս նախագիծը վերաբերում է բացառապես մասնավոր պահնորդական գործունեության շրջանակում իրականացված եւ այսպես ասած ուղեկցող տրանսպորտային միջոցի արգելքին։ Արձագանք։ Շնորհակալություն, ես հենց նկատի ունեմ մասնավոր պահնորդական առաքելություն իրականացնելը։ Այդ դեպքում նորից եմ ասում, որ 2 մեքենայով են, 3 մեքենայով են, ինչպես ենք տարբերակելու։ Մասնավորապես հաճախ քաղաքացիների շրջան տարածված խոսույթ է, որ այսինչ գործարարին եւ նրան ուղեկցող անձանց պարկեցրել են գետնին։ Ես ուզում եմ հասկանալ, պետք է սկզբից ստուգել, տեսնել դա իրականություն է, թե ոչ, թե պետք է պարկեստել, որ ստուգել, թե սա իրականություն է, թե ոչ, որովհետև այդպես կարծես թե մենք որոշակի սխալներ ունենք, որ ճիշտ կլինի, որ նախ հասկանանք ովքեր են, վերջում ընտանիքի անդամներ են լինում, բարձր ընտանիքի անդամների ներկայությամբ, երեխաների կանանց ներկայությամբ որոշակի մարդկանց իսկապես դժվար վիճակի մեջ է դրվում։ Այս կարգավորումը մենք կարող ենք օրենքի լրացում անելով կարգավորել եւ կարգավորում է օրենքը դա թե ոչ։ Շնորհակալ եմ։ Ըստ էության ձեր նկարագրած իրավիճակը մի փոքր դուրս է օրենքի կարգավորման առարկայից, ինչ վերաբերվում է ստուգել առաջնահերթություններին, կարծում եմ ընթացիկ իրավիճակում պետք է ստուգել, բայց որոշ օպերատիվ իրավիճակներում հնարավոր է նաև ավելի կոշտ գործողություններ լինեն։ Ըստ